Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին։ Ես կարծում եմ, որ մենք համատեղ կարողացանք այս միջոցառում քննարկումը կայացնել եւ կարծում եմ, որ դա նաեւ օգտակար էր եւ պրոդուկտիվ։ Ես հավատում եմ, որ հատկապես այս բարդ իրավիճակում մասնագետների խոսքը մտահոգ մարդկանց եւ փորձ ունեցող պրոֆեսիոնալների քննարկումները շատ կարևոր են եւ դրանք ուղղակի խոսքեր չեն եւ ոչ թե ինքնախապկանք են, այլ ես կարծում եմ, որ նաեւ ծրագրերի նախանշման, ծրագրերի ծնվելու ձևավորման ինչ որ հարթակ են եւ ես հիմա այս քննարկումը ամփոփելով տեսնում եմ այստեղ հույս, տեսնում եմ ծրագրեր եւ ամենակարևորը տեսնում եմ հնարավորություն, այսինքն ամեն ինչ կորած չէ, ընդհակառակը բազմաթիվ հնարավորություններ կան եւ անգամ այս քննարկման ժամանակ ուղիներ նշվեցին եւ եթե այս դահլիճը ոչ թե դահլիճում հավաքվածները այստեղ չլինեին, այլ լինեին կառավարության շենքում, հաստատ այսպես չէր լինի։ Առնվազն այսպես միանգամից այդ տպավորությունն է թողնում։ Եվ երկրորդը, որ այսօրվա քննարկման դրույթները ամփոփելով, ես ուզում եմ, որ մեր հանրությունը եւս մեկ անգամ ֆիքսի, որ այն ինչ որ հնչում է Թուրքիայից ու Ադրբեջանից, այն տերմինները, որ հնչում են, դրանք զուտ տերմիններ չեն, դրանք զուտ այսպես իրենց ուրեմն զգացմունքները կամ ինքնասիրությունը շոյելու համար չէ, որ չեն ասում Վարդենիս, չեն ասում Սևան եւ այլն։ Դրանք կարևոր ծրագրեր են, որը իրենց մեջ այսպես ամբողջություն է մի ծրագրի, որը իր մեջ պարունակում է եւ վերադարձ, այսպես կոչված ադրբեջանցիների վերադարձ, եւ տեղանների փոփոխություն, եւ կոնկրետ օկուպացիա, որի մի քանի դրվագները արդեն իսկ կա Ջերմուկում եւ այլ հատվածներում, եւ հակահայկական հռետորաբանության կայուն պահպանում։ Երկրորդ շեշտադրումը, որ ուզում եմ մեր հանրությունը իմանա, Ադրբեջանում, ավելի քիչ Թուրքիայում հակահայկականությունը դա ոչ թե ուղղակի հռետորաբանություն տերմիններ են, այլ դա իրենց ինքնության հիմքն է, ինքնության սյուներն են կառուցված այդ հակահայկականության վրա։ Շատ վատ է, որ այդպես է, բայց այդպես է։ Եվ Պանտոնյանը ներկայացրեց, որ հրաժարվելով հակահայկականությունից Ադրբեջանը փաստորեն հրաժարվելու է իր ինքնությունից։ Եվ հիմա այստեղ էլի համեմատություն։ Այս իշխանության քաղաքականություն տանում է նրան, որ մենք հրաժարվենք մեր ինքնությունից եւ մեր ինքնությունը ստեղծող սյուներից, Ադրբեջանը ընդհակառակը ամրապնդում է հակահայկականության վրա կառուցված իր սյուները։ Եվ ամենավերջինը, որ Թուրքիային ներկայացնել որպես հիմա Հայաստանի բարեկամ, ներկայացնել թուրքական պաշտոնական վերնախավին, որը Արցախյան օկուպացիայի, այսպես ճարտարապետներն են, ներկայացնել որպես հայության համար մտահոգ, սահմանը բացելու համար մտահոգ քաղաքական ուժ, դա առնվազն ճիշտ չէ եւ մենք պետք է ուղղակի ֆիքսենք այն իրողությունը, ինչը որ կա, միևնույն ժամանակ ֆիքսենք, որ կա հնարավորություն այս ամենը փոխելու։ Մենք կարծես գտնվում ենք ինչ-որ թմբիրի մեջ եւ պարոն Հարությունյանը ասում է, հետո ինչ որ իրենք ուզում են այդ Զանգեզուրի ուղին այս ճանապարհով անցնի, մենք էլ չենք ուզում, պետք է ասենք, այդ ասողը պետք է լինի, այդ ասողները պետք է լինեն եւ ասեն, բայց եւ ասելու բան կա, եւ ասողներ կա, եւ հնարավորություն կա։ Նաեւ պահանջարկ պետք է հանրային ձևավորվի։ Ես ձեզ դա եմ առաջարկում։ Այո։ Ձեր քննարկումներով ձևավորեք նոր հանրային պահանջարկ։ Դե հիմա այո։ Մենք հիմա ինչքան փորձում ենք հենց այդ անել, այո։ Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն բոլորի։